Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է մեր տաղավարում հյուրընկալել ենք հասարակական գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանին։ Բարև ձեզ, պարոն Չախոյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Չախոյան, նախ մամուլում առավոտից տեղեկություն է տարածվում, որ Նոր-Նորքի թաղապետը հրաժարական է ներկայացրել։ Այս աղմուկն ինչի համար է, արդյոք նա մինչև հիմա չպետք է պաշտոնան եղած լիներ։ Իհարկե, մինչև այս ամենը նա հենց առաջին օրը պետք է պաշտոնից հեռանալ, իսկ ինչը վերաբերվում է այսօրվա հրապարակումները, որ նա պաշտոնանկ է եղել, պաշտոնից հեռացել է, ես ոչ մի կերպ չեմ վերաբերում, մինչև պաշտոնական հայտարարություն չլինի, իսկ ինչը վերաբերում է իր հրաժարականին, ինչպես որ մամուլում էին հազարպարտելով տարածում, թե իբրև մենք իր հրաժարականն ենք պահանջել, բնավ երբևիցե իր հրաժարականը չենք պահանջել, դա ուղղակի զրպարտում է եղել, դա այնպիսի բան է եղել, որ ինքնին հենց իրանք հենց առաջի քայլը այդ հրաժարականի պետքա տային եւ ժողովուրդը տեսա, որ իրանք կամքով հրաժարական չտվեցին, ինչը որ պիտի տային եւ ժողովրդին իրանք իրական դեմքը ցույց տվեցին, որ իրանք աթոռի կռիվ են անում, ակնհայտ է, անհերքելի է։ Այսինքն մենք հրաժարական չենք պահանջել, իրանք հրաժարական չեն տվել։ Իրենք ասում են, որ իրենք դրանով այդ ծեծի միջադեպով, եթե պետք է բռունցքներով, եթե պետք է խոսքերով պաշտպանում են Հայաստանի պետականությունը ակնհայտ ռուսական սադրանքներից, սա նրանց ձևակերպումն է։ Իհարկե, բոլորն էլ գրեթե այդ հայտարարությանը լուրջ չվերաբերվեցին, ինչպես գրեթե բոլոր իրենց հայտարարություններին, ինքնիշխանության հարց կամ Բուչայի այցը մանկապարտեզի կոռուպցիայի հետ ինչ կապ ունեն, եթե այդ ընկերությունը հենց ԿՊ-ական ընկերությունն է, այսինքն մեղքը գցել այդ ամենի եւ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա եւ մեզ անվանելով, այսպես ասած, Ռուսաստանի գործակալ, դա անհետեցություն է, քանի որ արդեն մանկապարտեզների այդ հայտարարության հրապարակումների շարքն ենք սկսել պարոն Մանուկյանի հետ եւ մոտ ժամանակներս կտեսնեն հանրությունը թե ինչ հայտարարություն է տերում Երևանի քաղաքապետարանում, որ ժողովրդի գումարները ոչ արդյունավետ են ծախսում եւ հենց իրանք են պետական միջոցները հափշտակում։ Նոր-Նորքում տեղի ունեցած թեման զարգացումներ գտավ նաև ազգային ժողովում, կոռուպցիայի վերաբերյալ հարցինի պատասխան Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ հավասարակշռությունից, սա ինչի հետևանք է։ Դա այն հետևանքն է, որ ժողովրդի տված խոստումները իրանք չիրականացրեցին եւ հենց իրանք են թաթախված կոռուպցիայի մեջ, անկեղծ ասած հանրությունը, այդ թվում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները, աշխատակիցները, հանրությունը, այդ թվում մի շարք այն մարդիկ, ովքեր հեղափոխության աջակցել են այս իշխանությանը, շատ լավ տեսնում են եւ գիտակցում են, թե այս իշխանությունը ինչ աստիճան թաթախված է կոռուպցիայի մեջ եւ ամեն գնով փորձում են այդ թալանի աթոռը պահեն, որովհետեւ ակնհայտ է, մենք տեսնում ենք, այդ ամենը անհերքելի է։ Օրինակ Մասիվի միջադեպի վերաբերյալ Մալաթիա Սեբաստիան վարչական շրջանի ղեկավարը ակնհայտ բաց հրապարակային հայտարարություն տարածեց, եթե վարչական շրջանի ղեկավարին պաշտոնից հեռացնենք, մենք մանդատներից վայր ենք դնում, իսկ մենք բոլորս գիտենք, որ եթե Հանրապետություն կուսակցությունը իր մանդատները վայր դնի, ԿՊ-ն Երևանում լուրջ խնդիրներ է ունենալու, եւ մենք տեսանք, որ այն մարդը, որ այդ խուլիգանությունը արեց, պաշտոնից չազատեցին, հայտարարությունը այդ ամենը արդեն քաղաքական երանգ են տեսել, այսինքն ակնհայտ ԿՊ-ն անկախ չի եւ աթոռ պահելու համար ամեն ստոր եւ խուլիգանությանը պատրաստ են, ոչ ոք հակառակը հանրությանը թե ինչ չի կարող հակառակը համոզել։ Դուք երեք մեկ այլ տեսանյութ եք հրապարակել մեկ այլ մանկապարտեզից եւ դրա վերաբերյալ քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ ձեր հրապարակած թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման ենթադրյալ չարաշահումների եւ կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ տեղեկացնում են, որ դեռևս 2023 թվականին Հայաստանի քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ նշված մանկապարտեզի վերաբերյալ։
Ինչպես կարձագանքեք, դուք տեղյակ եք, որ կա քրեական վարույթ հարուցված։ Քրեական վարույթի մասին տեղյակ եմ, բայց եկեք լինենք մենք օբյեկտիվ։ Ինչա տեղի ունեցել։ Մանկապարտեզը արդեն իսկ պետք է շահագործման հանձնվեր 2023 թվականին, որը առ այսօր շահագործման հանձնված չի, եւ մանկապարտեզի գրեթե ամբողջ գումարը 90%-ը վճարված է։ Բայց ըստ էության, որ նայում եք, այնտեղ 90% աշխատանք կատարված չի։ Այսինքն ծավալների հավելագրում են տեղի ունեցել։ Տեսեք այդ ամենը ինչպես է տեղի ունենում։ Բազմիցս անգամ բարձրաձայնել են, որ այս շինհրապարակներում ծավալների հավելագրում է տեղի ունեցել եւ քաղաքապետարանը վճարել է։ Այսինքն պաշտոնյաները, որոնք ԿՊԱ-կան են, նման աշխատանքներ են ընդունում եւ ստորագրում։ Տեսեք, դուք նշեցիք 2022 թվականից 23 թվականը։ Այդ ժամանակ Տիգրան Ավինյանը քաղաքապետ չէր, այլ փոխքաղաքապետ էր, որը համակարգում էր շին բարեկարգման վարչությունը, ոլորտը։ Այսինքն այն ինչ որ տեղի է ունեցել, անհնար է, որ առանց Տիգրան Ավինյանի իմացության տեղի են, չէ՞ որ նա համակարգում է այդ ոլորտը։ Հիմա հարց, որ այդ քրեական գործը արդեն 2 տարի է անցել, 2-3 տարի է անցել է։ Բախի միջորս մենք այդ քրեական գործի մասին ոչինչ չենք իմանում։ Երևանցիները բոլորս մենք իմացել ենք, որ նման մանկապարտեզ կա, որի գումարը 90% վճարված է, չի գործում։ Այսինքն ոչ գումարը կա, ոչ մանկապարտեզը կա, այսինքն վթարային է։ Տեսեք ինչ իդեալական սխեմա են իրանք իրականացրել։ Քանդման ենթակա մանկապարտեզը նորոգել են, ծավալների հավելագրումով փողը տվել են, որը ապագայում այդ մանկապարտեզը պիտի քանդեն։ Բա լավ, տենց ոնց կլինի, այսինքն մտել են վիզուալ տեսքը ապահովել են, գումարները դուրս են գրել, հետո քանդելու են, ասեն դե Դե ինչ լինում է, ասում են չենք ընդունել այդ շինարարությունը, վեճերի մեջ ենք Նորքի մանկապարտեզի հետ կապված էլ հենց դա էր հիմնականը։ Այ հենց այդ ամբողջ խնդիրը են դրանում, որ իրենք նույնիսկ ավարտին չեն կարողանում հասցնել, այսինքն վերահսկողություն չկա, խի չկա, որովհետև այդ ամենի հետևում կոռուպցիա է։ Իրանք թալանով են զբաղված, իրանք եկել են թալանելու համար, որովհետև այդ ամենը անհնար է չվերահսկելը։ Նա վերահսկումը մանավանդ այս նման ծավալներով դա արդեն ինքնին խոսում ակնհայտ կոռուպցիայի մասին։ Ես կընդունեմ, որ հնարավոր է օբյեկտիվ լինեն, կարա լինի նման միջադեպներ, նման դեպքեր լինեն 1, 2, 3 անգամ, հա, բայց ոչ դա կրի սովորական բնույթ եւ շարունակական։ Դա հասկանում եք միակ դեպքը չի։ Այսինքն 105 մանկապարտեզը, 147 Հեսա էլի մանկապարտեզների շարքը մենք շարունակել ենք, դա միակը չի, հասկանում նյութի պակաս չունեք, այս իհարկե չէ, ու ասեմ այդ դեպքից հետո ինձ այնքան բազմաթիվ SMS-ներ են գրում Երևանից այլ համայնքների բնակիչներից, որ մեր մոտ էս sense դպրոց կա, որը կառուցում են, ավարտին չեն կարող հասնել, մոտ 3 տարի է այդ վիճակում, այսինքն ակնհայտ է այս իշխանությունը ոչինչ չի կարող կազմակերպել։ Տարական ամենահասարակ բանը, որը ժողովուրդը ամեն օր առնշվում է, ասֆալտապատման աշխատանքները, որ իրանք եկան, ասին ասֆալտն ենք փռելու, էս ենք անելու, են ենք անում։ Մենք բոլորս տեսնում ենք ու հասկանում ենք, որ ինչ գումար է պատտվում ասֆալտի մեջ։ Տեսնում ենք, որ նոր ասֆալտը փռում են, 1 տարի էլ չի անցնում, մի քանի ամիս հետո, թեպետ շատ դեպքերում ամիս էլ չի տևում, քանդվում է։ Եվ այդպես քանդած մնում, այսինքն պատշաճ իրավական ընթացքել նույնիսկ չեն տալի, ընդունենք եթե կոռուպցիայով են արել, իրավական ընթաց տան այդ հարցը կարգավորը նույնիսկ չեն տալի։ Խի չեն տալի, որովհետև ըստ էության, ինչպես որ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել հայտնի կախիչ ցնցուխի օպերացիայի ժամանակ, ասել էր, ես չեմ հասկանում, մենք շինարարից ատկատ ենք վեկալում։ Այո, պարոն վարչապետ, դուք շինարարից ատկատ եք վեկալում, քանի որ այդ ամենը այլ ուրիշ բացատրություն չունի։ Հակառակ դեպքում ամեն իրավական ընթացքը տեղի կունենա։ Նույն այդ կախիչ ցնցուխի օպերացիան։ Մենք ինչ տեսանք։ Համացանցով բուր տարածվեց, բայց հետո չիմացանք ով պատիժ կրեց։ Մարզպետն էլ գնաց Նիկոլ Փաշինյանի օգնական։ Հիմա պատասխանատուն այդ ցնցուխ կախիչի Նիկոլ Փաշինյանին ինչ խորհուրդ պիտի տա։ Կոռուպցիայով ինչպես զբաղվել։
Այսինքն սա շինարարական կազմակերպությունների խնդիրը չէ, այլ իշխանությունների խնդիրն է։ Իհարկե, միանշանակ քաղաքական կամք կա։ Իհարկե, ես շատ բաների մասին չեմ կարող հրապարակային խոսալ եւ կարծում եմ ինձ դիտողները կհասկանան, ակնհայտ է դարելա ատկատի պետություն։ Այսօր ոչ ոք առանց ատկատի ոչինչ չի կարող անի։ Այսօր ոչ ոք տենդերների չի կարող մասնակցի։ Շինարար հարցազույց կա, որտեղ շինարարը ակնհայտ հայտնում է, որ ԿՊԱ-կանը իր շինարարական ընկերությունով տենդերի է մասնակցել, չի շահել, եկել այդ շինարարին առաջարկ արել, ասել է հրաժարվի տենդերից, թե չէ խնդիրներ ես ունենալու։ Պաշտոնյաներն են գնացել իրան, ասել են խնդիրներ կունենաս, եթե չհրաժարվես, քեզի կուղարկենք պարտադիր զինվորական վարժանքների։ Այսինքն ամեն ձևի պետական լծակները օգտագործելով շինարարի վրա ճնշում են գործադրել եւ շինարարը գործարքի չի գնացել, շարունակել է իր աշխատանքները, այդ շինարարը միջ օրս լուրջ խնդիրներ ունի, մինչեւ այսօր օբյեկտը չի հանձնել եւ իր բանկային երաշխիքը բանկում է։ Ինչի համար, որովհետեւ այդ կոռուպցիային համագործակցության չի գնացել ընդառաջ իրանց։ Ձեր դիտարկմամբ, եթե այս բացահայտումները չլինեին, նրանք ընդունելու էին այդ վիճակում արված շինարարությունները։ Իհարկե, շատ դեպքերում այո, օրինակ 105 մանկապարտեզի դեպքում ակնհայտ էր ընդունելու են, որտեղ վիզուալ տեսքը, որ տեսնում ենք, ինքը ավարտական պատկերը կա, բայց 147-ի բայց որակը 147-ի դեպքում այնտեղ ընդունելու բան էլ չկա, այսինքն իրանք առաջադրանքը արել են, ընդունելու բան չկա։ Այսինքն մանկապարտեզի գումարը տվել են, այսինքն այդ հարցը թալանել են, վերջ հիմա թե մանկապարտեզում երեխա կայցելեն, չեն այցելի, ինչ կլինի ճակատագիրը արդեն հետաքրքիր չի։ Եթե իրանք այդքան հետաքրքրված լինենք, 2 տարի անցել։ 2 տարվա ընթացքում այդ հարցը չի կարգավորվել, կամ լավ, ոնց կարելի է նորոգել մի մանկապարտեզ, որտեղ մանկապարտեզում այս լայնությամբ ճաքեր կան։ Հողովակով հենել են շենքին, հենասյուներ են արել, որ մանկապարտեզը չբլի։ Ակնհայտ է երևում է, որ այդ մանկապարտեզը վթարային է, այդտեղ դաժե փորձաքննություն անհրաժեշտություն չկա, բայց այդ ամենը իրանք տեսնելով նորոգում են այն հենց կոռուպցիան, հենց այտենց է, վարչապետն է, չի ասում, պոզով պոչով չի լինում։ Հիմա ոնց հասկանում ենք, կոռուպցիան, այո, հենց սենց է լինում, պոզով պոչով է լինում, ուրիշ ոնց է լինում։ Դուք երբանից սկսեցիք ձեր գործունեությունը այս բացահայտումները։ 2022 թվականից, երբ իմացա, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է իմ տան մոտի այգու Տորքանգե խարծանը տեղափոխել եւ փոխարենը բազմաբնակարան շենքեր կառուցել։ Դրա դեմ պայքարել եւ որից հետո հասկացել եմ, որ կարելի է նման պայքար տանելով երկրին պետությանը օգուտ տաս եւ այդպես ճանապարհով շարունակեցին։ Բայց աղմուկ են հանում տեսանյութերը, բայց լուծումներ արդյոք տրվում են։ Առաջի ժամանակահատվածում, երբ որ ես ասում եմ, ես ապա քաղաքական եմ, ինձ հետաքրքիր է հանրային շահը եւ այլն, անկեղծ ասեմ, շատ դեպքերում օրինակ Սիսա Գաբրիելյան պատգամավորը ինձ անձնական նամակով գրել է, ասել է, բերեք այդ հարցին լուծում տանք, եւ շատ թաղապետներ են ասել են Չախոյան ջան, եթե հարց ալնում, դու մեզի ասա, մենք այդ հարցը կկարգավորենք եւ այլ պաշտոնյաները, անկեղծ եմ ասում, հրապարակային եմ ասում, թե Սիսա Գաբրիելյանի հարցով, թե թաղապետների հարցով, պաշտոնյաների միջ այսօր իրանք ոչ մի հարց չեն կարող լուծել։ Նույն Սիսա Գաբրիելյանի հարցով, որ այսպես ասած նա աջակցել էր ինձ, որ քրեական գործ հարուցվի, միջ օրս այդ քրեական գործը չի բացվել եւ այդ գործով ես որպես վկա եմ, բայց քանի որ նախաքննական գաղտնիքը չեմ կարող շատ ճակերտներ բացեմ, այդտեղ ակնհայտ կոռուպցիա կա եւ այդ ամենում հենց ԿՊԱ-ականներն են, բայց այդ գործը դատարան չեն ուղարկում։ Այսինքն այդ գործը բացահայտված է, որպես ես վկա եմ դա ասում, բայց այդ գործը դատարան չեն ուղարկում։ Նույն Վահագն Ալեքսանյանը, որ ասում է, նույնիսկ երեկ էլ ասել, ես կոռուպցիայի դեմ եմ պայքարում եւ այլն, հենց անձամբ ես գնացել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ Վահագն Ալեքսանյանին, ասել եմ, որ այս քրեական գործը տեղից չի շարժվում։
հա դուք ինձի գրեք, ես հեսա կզբաղվեմ դրանով, ինձանից շատ ոչ ոք չմտածի, այդ դեպքից են մի տարի, 1.5 տարի անցել է, էլի տեղի չի շարժվում, այսինքն այս մարդիկ ոչինչով բացի թալանից եւ պարգևա վճար ստանալուց ոչինչ չեն կարող։ Երբ որ ասում են կոռուպցիա եկա, փաստերով ելնում ենք, մենք տեսնում ենք, թե իրանք ինչ ցնցումների մեջ են ընկնում, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ չեն կարող այդ ամենի հետ համակերպվել։ Դե բայց իրենք էլ դժգոհում էին իրավապահներից, արդարադատության համակարգից, ասում են նախկին թալանչիները մինչև մահազատության մեջ են եւ այլն, այսինքն այնպես չի, որ իրենք գոհ են այդ իրավապահ համակարգից։ 7 տարի է իրանք իշխանության են։ Լավ, կընդունեի, եթե դա լիներ առաջին 1 տարի, 2 տարի, բայց դուք եկել եք իշխանության, դեզի պողպատե չագուչ են տվել, որ այսինքն հարված է կոռուպցիային, ջարդեք, այդ միլիարդները թալանած հետ բերեիք։ Եթե դուք ոչի բան չեք կարող անեք, ի վիճակի չեք, հեռացեք, չեք կարող անեք, ակնհայտ է, ու մեղքը գցեն իրավապահ մարմինների վրա, դա սխալ է։ Ես կարամ ասեմ ու պնդում եմ, որ իրավապահ մարմինները այդտեղ ոչ մի գործառույթ չունեն, որովհետև հրամանները վերևից իջացնում են։ Մենք տեսանք ազգային ժողովի միջադեպը այդ հայտնի, ինչ է լավ։ Բարձրաստիճան պաշտոնյաները ասեցին, որ հրամաններ է արձակվում։ Էդ էլ հո ընդդիմությունը չի ասել, հո ժողովուրդը չի ասել, հո այլ երկիր չի ասել։ Այսինքն հենց այս իշխանությունը դուք եք ասել, որ հրամաններ է արձակվում, էլ դուք ո՞նց եք ուզում իրավապահ մարմինների վրա մեղք գցել։ Ո՞րն է։ Այսինքն ամեն հարցում բոլորը մեղավոր են, բոլորը։ Հիմա տարական հարց, հիմա եթե մեկը գնա հարցազրույց վեկալի հասարակ ժողովուրդ իր կամքը արտահայտի, ասի ես դեմ եմ Նիկոլին, մի հատ Նիկոլական ասել է պարզա, գործակալ է։ Անկեղծ, վերջերս որ ակցիաներ են տեղի ունենում, ժողովուրդը հավաքվել էին բանկերի դիմաց, երբ որ իրանց հաշիվներին գումարը հանել են եւ իրենց անունով վարկել ձևակերպել, այսինքն տվյալ այդ հավաքից քաղաքական կոմպոնենտ չկա, մարդիկ իրանց հարցերով գնացել են իրանց բարձրացան։ Մտեք մի հատ տեսեք մեկնաբանություններ գրեք։ Էսի սրանց ուղարկած մարդն է, բանը, ժողովուրդ, էս ինչ են կատարվում, էս ինչ են անում։ Այսօր հիբրիդային պատերազմ է։ Հա, հիբրիդային։ Այսօր հենց հիմա եթե մարդ գցեն ավտոյի տակ ու այդ մարդու տնեցի գնան օրինակ դատախազության դեմ բողոքեն, ասեն խի միջև հիմա ձերբակալա չի կամ քրեական գործ չէ, ասել է այ ռուսի շպիոնա, գործակալ է, ուղղորդած է, սա հիբրիդային պատերազմ է, ախր այդ անհետեթության էլ էլի պիտի վերջ լինի, գոնե մի փոքր օբյեկտիվության լինի։ Նույն այդ թվում, որոնք օրինակ Արամ Սարգսյանը շարունակում է իր անհեթեթ պնդումները Բուչայի վերաբերել, ախր չի կարելի, դա էլ միջև Ռուսաստանը հասել եւ աշխարհով մեկ խնդում են։ Զախարովան ասել էր, ինչ ասես լսել էինք, բայց առաջին անգամ ենք լսում, որ թաղապետարում տեղի ունեցած է կապեն Ռուսաստանի հետ։ Հա, անհետեթ ու մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը գնում է գլուխը կախ։ Ինչ ասում։ Էս է, իրանք Ամեն դեպքում այս ընթացքում ձեր վրա կարծեմ մի քանի քրեական գործ կա հարուցված, մահափորձ է տեղի ունեցել նույնիսկ, բայց դուք շարունակում եք այս հրապարակումները։ Առհասարակ տվյալ թաղապետարանում տեղի ունեցած միջադեպից դուխս չեմ գցել, չեմ հիասթափվել, ոչ մի ձևի չեմ կաշկանդվել, այլ առհասարակ էլ ավելի աշխույժ, էլ ավելի հզոր ձևի եմ իմ գործունեությունը շարունակելու։ Խի եմ այդ ամենը անում, որ ժողովուրդը տեսնի այս իրական պատկերը ինչ է կատարվում երկրում, որովհետև այն ինչի միջով ես անցա, այդ թվում մահափորձը, հասկացա, որ հայտարարություն է, իսկ մահափորձը դա եղել է քաղաքական պատվեր։ Տեսեք, դուք ասում եք, նույն փոքր առաջ դուք նշեցիք, որ իրավապահ մարմիններից են բողոքում եւ այլն։ Իսկ մահափորձի ժամանակ ես ապա քաղաքական եւ քաղաքական դիրքորոշումներ չի հայտնում։ Եվ այդ ժամանակ մահափորձի դեպքի արդիվ պատգամավոր Արսեն Թորոսյանն էր անդրադարձել հրապարակումով դատապարտում էր։ Մահափորձ կատարող անձին ես վնասազերծել եմ հանձնել ոստիկանության, որի անձը պարզ էր, որը նախկինում դատապարտված է եղել եւ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության գալու ժամանակ ամնիստիայով նա դուրս էր եկել։ Այսինքն ակնհայտ մի մարդ, ով որ գա
դանակով, հա, մահափորձ կատարի, հանձնես ոստիկանությունը իրան մի վայրկյան չձերբակալեն, բաց թողեն եւ այդ դեպքից անցել է 2 տարի պատասխանատվություն չկրի, ազատ պտտվի եւ իրանք բողոք են իրավապահ մարմիններից։ Բայց չեք տեսնում, մարդը մահափորձ կատարող մարդը ազատության մեջ է, իսկ ես երբ որ ոչինչ չեմ արել, ինձ 10 հոգով ծեծում են, ինձ ձերբակալում են, ինձ վրա մեղադրանք են առաջադրում։ Բայց իրավապահ մարմինները դա ինչ մեղք ունեն, պարզ չէ, ամենավերևից հրահանգներ է իջեցվում։ Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև ասում են նա է այս ամենը անում, այնտեղ ուրիշ որոշում կայացնողներ չկան, չգիտեմ։ Հնարավոր է նաև իր կողմից, որովհետև Նիկոլ Փաշինյանն էր ասել, չէ՞, «Խի դատավոր կա, որ իմ ասածը կարաչանի»։ Դե հիմա հարց Նիկոլ Փաշինյան, դատավորները ձեր ասածը չեն անում, թե հենց ձեր ասածն են անում։ Ես կասեմ, հենց ձեր ասածներն են անում։ Իդեպ Արսեն Թորոսյանին հիշեցիք, այսօր գրառում էր արել, որ քաղաքական վենդետա լինելու է, ասում է այսուհետ եւ միշտ քաղաքական վենդետա լինելու է ցանկացածի հանդեպ, ով իրեն քաղաքականության մեջ կպայի լացիրակի պես։ Երեկվա միջադեպը նկատի ունենալով է գրել։ Տեսեք, ակնհայտ է, թե մասիվի միջադեպի դեպքում բռնությունը, խուլիգանությունը, խուլիգանական պահվածքը այս իշխանության կողմից խրախուսելի է, այլ խոսքով են իրանք դատապարտում, ասում ենք դատապարտում ենք բռնությունը, ո՞նց եք դատապարտում խոսքով, բայց իրականում ձեր քայլերով այլ եք ցույց տալի, օրինակ մասիվի միջադեպի համար դուք լծակներ ունեք ղեկավարին ձերբակալելու, պաշտոնից հեռացնելու, բայց այդ գործողությունները չարեցիք եւ ոչ մի քաղաքական կամք ցույց չտվեցիք, այլ ասեցիք մենք դատապարտում ենք եւ խրախուսում ենք, չէ՞ որ իրանք էին ասում, ինչ արել ենք, լավ ենք արել։ Ու էլի ենք անելու։ Պետք է լինի մենք ծեծենք եւ այլն ու ազգային ժողովի նման падգամավորի պահվածքը վենդետայի մասին ակնհայտ է խոսում է այն վարքերի մասին, որոնք իբրև թե իրանք պայքարում էին դրա դեմ եւ այսպես ասած իրանք այդ ամենը պիտի արմատախիլ անեն եւ ուղղակի հենց իրանք եկել էին դուրս եկավ թալանի եւ խուլիգանություն անելու համար։ Նորքի միջադեպի հետ կապված ասում են ամեն դեպքում, որ դա հանրապետություն կուսակցության որոշելու հարցն է, իրենք գործընկերներ են եւ իրենք չեն կայացնում նման որոշում այս պահին։ Տեսեք, գործընկերները ելի մենք վերադարձանք Մալացե Սեբաստիան վարչական շրջանի ղեկավարի շանտաժին։ Այսինքն մարդը ասում է, եթե հեռացնեք խնդիր եք ունենալու, ԿՊ-ն ազատ չի իր որոշում կայացնելու համար, անկախ չի, միաձայն չեն կարող որոշում կայացնել, ու մեղքը գցեն հանրապետության վրա, բայց իրավապահ մարմինները էլի բողոք, ինչից են բողոքում։ Այսինքն ամբողջ լծակները կա, բայց չեն գործում, ինչի համար, աթոռը պահելու համար։ Ակնհայտ է ղեկավարը Մալացե Սեբաստիան ասել, եթե աշխատանքից հանեք, մանդատները վայր ենք դնում։ Մենք գիտենք մանդատները վայր դնել, պիտի գնա նոր ընտրությունների։ Իսկ նոր ընտրությունների ժամանակ հայտարարակ ձևի արդյունքներ են գրանցվելու։ Ի ոչ օգուտ ԿՊ-ին։ Մենք տեսանք 3 կուսակցության ավականու անդամներ են աջակցել, որ իրանք ընտրվի քաղաքապետ, այսինքն չընտրված քաղաքապետը։ Այսինքն իրանք ամեն ինչի պատրաստ են ուղիղ, բարի ամենաուղիղ իմաստով աթոռը պահելու համար։ Ձեր խոսքում նշեցիք, որ ինչ-որ ժամանակաշրջան, երբ սկսել եք ձեր գործունեությունը, լուսաբանում եք այս ամբողջ երևույթները, իշխանական որոշ շրջանակներ ամեն դեպքում կապվում էին ձեզ հետ։ Որ պահից սկսած նրանք դադարեցին դա անել։ Դադարել է, կարելի ասել, միջայժմ չեն դադարել, ինչ-որ որոշ չափով կապնվում են հետս, բայց որպես այդպիսի հարցի լուծումներ, որ լինեն, չեն ստանում։ Այսինքն անկեղծ ասած գիտեք ինչ ձև է ստեղծվել, անկեղծ պետք է լինի մեր դիտողների հետ, այդ թվում ԿՊ-ականները, այդ թվում այդ պաշտոնյաները կապնվում են ու հենց իրենք են քննադատում։ Չախվան ջան, էսի սենց է, մենք չենք էլի իրանցից է։ Ու երբ որ իրանց հետ խոսում ես, իրենք ընդդիմադիր են։ ԿՊ-ական չեն։ Այս քնում են մեղադրում իրենք։ Իշխանությունը
ասում այս հարցում մենք չենք կարանենք, որովհետև այս մարդն է ընդ այնին դե է, էսի սենս է, այնի սենս է պլանավորած, կիսած, այսինքն իրանք արդարանում են, որ չգիտեմ ինչ-որ մի հատ նեյտրալ ուղի են պահում, էլի, բայց հենց իրանք Ավինյանին են քննադատում, պաշտոնյաները, այդ թվում մի շարք ԿՊ-ականներ, բայց իրականում ում է դա պետք։ Եթե դուք ԿՊ-ի ներսում ընդդիմադիր եք խաղում, ձևանում, այսպես ասած, դե սրանք երկիրը կկորցնենք, բան, մենք այդ շարքերում ենք, հո մենք չենք ուզում, որ Նիկոլո մնա, բան, Էսյանյան։ Այսինքն համ ԿՊ-ական են, համ այդպես։ Հա, ընդդիմադիր, հա, տենց ոնց որ սենց ընդդիմադիր հայացներ են ձեր բռնում, յանի մենք ընդդիմադիր ենք, ընդդիմադիր չեն։ Այս հրապարակային բոլորի առջև եմ ասում։ Դա օրվա կուրսով վաճառվող հանձեր են, էլի։ Այսինքն փորձում են ամեն կերպ ինչ որ խոսքերով բան ձեզ համոզել, որ չշարունակեք։ Շարունակելու հարց չի, ուղղակի փորձում են արդարանալ, որ իրան կապ չունեն, երևի միգուցե մտածում են հետագայում, որ խնդիրներ չունենալու համար, չէ՞ որ իրանք էլ այդ ամեն փաստաթղթերի տակ ստորագրում են։ Այսինքն մեղքը, որ իրանց վրա չլինի, էլի։ Ձեր վերաբերյալ այս հայտարարությունները դուք անդադ հերքում եք Ռուսաստանի գործակալ եւ այլն, Պուտինից ֆինանսավորվող, չգիտեմ ինչ, եթե դրանք զրպարտություն են, ինչու իրավական process չեք սկսում։ Շատ լավ հարց եք տալի։ Տեսեք, իրականում պատրաստում եմ իրավական ընթաց սկսել, բայց այդ զրպարտումները այնքան շատ են, նույնիսկ չգիտեմ բոլորի հանդեպ ոնց պայքարել, բայց կարծում եմ 1-2-ին տենց կանդրադառնամ, այդ թվում Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, պատգամավոր, որը անհետ հայտարարություններ արել, ուղիղ տեքստով զրպարտություն արել, կարծում եմ հենց իր դեպքում դատական հայցով դատարան կմտնեմ ու անկեղծ լինեմ, մյուս պատճառն էլ ինչն է, խի իրավական ընթաց չեմ սկսում, որովհետև իմաստ չեմ տեսնում։ Անկեղծ իմաստ չեմ տեսնում, որովհետև լավ մտանք դատարան, այդ դատական նիստը կամ ծածկադմփոց են անելու, այսինքն այն արդյունքին չեմ հասնելու, որովհետև հրամանները վերևից են իջնում, կամ էլ տարիներով գործը տևալու, որովհետև ոչ թե ես իմ կարծիքն եմ արտահայտում, որ դա այդպես կլինի, դա փորձից ելնելով եմ ասում, որովհետև նման միջադեպ եղել է, օրինակ իմ անձնագիրը Ռոման Բաղդասարյանը հրապարակում է, դա քրորեն պատժելի է, քրորեն ակնհայտ, բայց քրեական գործը հարուցվում է եւ անհետ ձևի ծածկադմփոց են անում, դատարաններ չեն ուղարկում։ Իսկ դատարանում էլ լիքը գործեր կա, որը մարդիկ պիտի պատասխանատվություն կրեն, օրինակ մահափորձի համար եւ այլն, բայց պատասխանատվություն չեն կրում, այսինքն մյուս կողմից էլ էլի իմաստը չեմ տեսնում, էլի պայքարել մի բանի համար դատարանում, որի արդյունքը ակնհայտ է։ Բայց ամենայն դեպս նորից կրկնվեմ, մի դեպքով կամ երկու դեպքով փորձեմ պայքարել, գոնե մենակ այն արդյունքը արձանագրելու համար, որ տեսեք ժողովուրդ ջան, այսօրվա դատարանը, որ ոչ մի արդյունքի չեն տանում, այլ ծածկադմփոց են անում։ Ամեն դեպքում դուք որտեղից եք ֆինանսավորվում։ Ես իմ միջոցներով եմ ֆինանսավորվում, ես շինարարությունով եմ զբաղվում, իսկ վերջինս միջադեպի հետ կապված շատ մեծ ֆինանսական բեռ էր, ասենց ասած, ին վրա կուտակվել, որի արդիվ ես դրամահավաք եմ իրականացրել, որ այդ ֆինանսական բեռը թեթևացնելու համար։ Չեմ կարծում էլի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ, եթե գործակալը լինելու համար, ես դրամահավաք անեի, էլի։ Հաստատ Բուչա այցի ժամանակ թաղապետի դեսպանատանը ֆինանսական ճգնաժամ չէր առաջանալ, էլի։ Գուցե դրամահավաքն անում եք, որ թաքցնեք, որ Վլադիմիր Պուտինը ձեզ գումար է տալիս։ Դա այդպես կմեկնաբանվի նաև։ Բայց այս հայտարարությունները ամեն դեպքում ձեր դիտարկմամբ ազդեցություն ունենում են այն մարդկանց վրա, ովքեր հետևում են ձեր հրապարակումներին։ Անկեղծ ասած, մանավանդ այս վերջի միջադեպի արդիվ ես հետևյալն եմ նկատել, երբ որ համացանցում նայում եմ ովքեր են գրում ինձ, ասում են, ռուսի շպիոն եւ երբ որ իրենց պրոֆիլները նայում եմ, հիմնականում տարեց մարդիկ են ու ֆեյքեր են։ Բացի ֆեյքերից է տարեց մարդիկ են, որոնք են, որ ինչպես մեր ժողովուրդն են ասում, լավ, այդպես չարտահայտվեմ, Նիկոլի աջակիցներ, էլի։
այսինքն դրանից այն կողմ որ լուրջ օբյեկտիվ կամ երիտասարդությունը, երիտասարդ մարդիկ այդ կարծիքի չեն եւ բազմիցս հարցազրույցներ կան, որ օրինակ այդ հարցում են մարդիկ չեն ու իրականում դա անհետեթությունն է, էլի։ Այսինքն փորձում են այսպիսով պարզապես ձեզ օրինակ տարբեր պիտակներ կպցնելով իրենց գործունեությունը թաքցնել կամ որևէ կերպ արդարացնել, սա է նպատակը։ Իհարկե, տեսեք, անկեղծ ելնենք նույնիսկ լրատվականների առումով, երբ որ ունենք միջադեպից էլ անկում, երբ որ որևիցե լրատվական մի հատ սուր հարց է տալի, օբյեկտիվ միջադեպին վերաբերյալ, ֆռում ասում են, այ դուք ֆինանսավորվում եք այստեղից, կեթակ ձեր պատվիրատուներին այս հարցը կտակ, այսինքն իրանք հարցերին չեն կարող պատասխանել, ճակերտները այսինքն բացում են այդ ճանապարհը ուղում են զրպարտության վրա։ Հիմա այտենց նայենք այդ խոսույթով չպետք է էլի առաջնորդեն, տենց լինի ով Նիկոլական չի ռուսի շպիոնը դուրս է գալի, դա ճիշտ չի։ Այսինքն եթե մենք ռուսի շպիոն ենք, իրանք էլ թուրքի շպիոն են, ինչա դուրս գալու, որովհետև իրանք առերևույթ, այսինքն ոչ թե միայն առերևույթ սպասարկում են մեր թշնամի պետության շահերը։ Այս իրավիճակը նման կերպ շարունակվելու դեպքում շինարարությունները նկատի ունեմ, ինչի է հանգելու ի վերջո, ինչ է տեղի ունենալու եւ նաեւ այս միջադեպերը, որոնք սկսեցին նոր-նորքից, չնայած դրանից առաջ էլ էին տարբեր դրսևորումներ եղել, բայց ազգային ժողովում են շարունակություն գտնում, ասացինք արդեն, որ ասում են քաղաքական վենդետաներ են սպասվում եւ այլն։ Դա տեսեք, հնարավոր է չեն բացառում քաղաքական վենդետա լինի, որտեղ այս իշխանության դա բնորոշ է, թե տեսել ենք մարտի 1-ի դեպքերով էլ հենց Նիկոլ Փաշինյանը ինչ դրսևորում է ցույց տվել, ինչ պայքար է ցույց տվել, մենք տեսել ենք իր կոչերը, հրապարակային կայ տեսանյութերը, թե ինչպես է կոչանում, որ պայքարեն եւ այլն եւ ինչեր է տեղի ունեցել։ Ու չեմ բացառում վենդետաները, հնարավոր է լինի, բայց եթե նույնիսկ ուղի իմաստով վենդետա չլինի, վենդետան առերևույթ տեղի է ունենում, օրինակ տարբեր միջադեպերով, թե իմ դեպքով, թե Սամվել Վարդանյանի դեպքով, թե Լիլիթ Աղեկյանի դեպքում, այսինքն այդ ամենը այլ կերպի է, էլի արտահայտվում, ակնհայտ է։ Իսկ ինչը վերաբերում է շինարարությանը, հստակ մենք տեսնում ենք Երևանում ինչ մեծ ծավալների բնակարան շենքեր են կառուցում, եւ ակնհայտ է մենք տեսնում ենք, որ քաղաքը ինչ կոլապսի է, խցանումների է առաջ անում եւ օդի աղտոտվածությունը դեռ մի կողմ դնենք, հոսանքների անջատումը, այսինքն այդ պաստանցիաները այդ ծանրաբեռնվածությանը չեն դիմանում, ջրի կտրումները բացակայում, այսինքն դա ամբողջովին խնդիրներ են։ Տեսեք, Երևանում շինթույլտվություն են տալի, մեկ շենք են կառուցում, որտեղ 300-400 բնակարան կա եւ Երևանով մեկ տես լիքն են բազմաբնակարան շենքը։ Բնական է, չէ՞, այդ շենքի բնակիչները նորաստեղ հիմնական նորաստեղ ընտանիքներ են, որոնք երեխաներ ունեն, առավոտ մանկապարտեզի են տանում, դպրոցի են տանում, իրանք աշխատանքի են գնում, բնական է, իրանք սամալյոտներով չեն թռչում գալի, ավտոմեքենա, այսինքն քաղաքը ինքնին ծանրաբեռնվում է, բայց խցանումները դրանով է պայմանավորված։ Մենք տեսնում ենք ժամը 6-ից հետո քաղաքը ինչ է տեղի ունենում, թե Մասի բարձրացող փողոցը, թե Աթենքի փողոցը, բոլոր ուղղությամբ ծանրաբեռնված է եւ դա հենց կոռուպցիայի դրսեւորում է, դա էլ նույնպես նշեմ, որովհետեւ բոլորս գիտենք շինթույլտվությունները ինչի դիմաց են տալի, ակնհայտ է։ Խցանումների հետ կապված մենք էկոնոմիկայի նախարարն ենք, որ ասում էր խցանումները լավ ապրելու նշան են։ Այդ հարցով կարծում եմ իմ էմոցիաները արդեն պատասխանեցին։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ես ձեզ եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։